Ուրեմն տեսեք 2025 թվականին էլ պետական պատվերի շրջանակներում մեր հերթագրման մաքսիմալ ժամկետը եղել է 1 ամիս։ Արդյոք սա լավ ցուցանիշ է թե վատ։ Ես կարծում եմ շատ լավ։ Որոշ ծառայությունների մասով միայն վերականգնողական մեծահասակների, այո, ունեցել ենք հերթագրման ավելի երկար ցուցանիշ։ 2-3 ամիս, արդյոք սա լավ ցուցանիշ է, կարծում եմ այո։ Այսինքն 2025 թիվն էլ ուզում եմ հստակ արձանագրենք, որ պետական պատվերի շրջանակներում ով որ կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է այդ բուժօգնությունը, որոշ ծառայությունների մասով մինչև 1 ամիս հերթագրման սկզբունքով։ Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին, արդյոք լավ է, որ մարդը ապահովագրության շրջանակներում 3 օրում է ծառայությունը ստանում, ես կարծում եմ սա էլ շատ լավ ցուցանիշ է, որովհետև ամեն ինչ պետք է լինել համեմատական եւ հասկանալ, որ ցանկացած ծառայություն ստանալու ճանապարհը պիտի լինի գրագետ, այո, պետքա լինի հարմար, բայց պիտի ընկալենք, որ ժամանակ է տանում։ Եթե վերցնեք 3 օրում մասնագետի հասանելիությունը եվրոպական երկրներում ապահովագրության շրջանակներում մասնագետի հասանելիության, շատ կզարմանաք, թե 3 օրը դա իսկապես հիանալի ցուցանիշ է այսօրվա առողջապահական համակարգերի համար։ Արդյոք առողջության ապահովագրության շրջանակներում մենք կունենանք հերթագրման ուրեմն սկզբունքի կիրառում, գուցե, եւ սա էլ ես մշտապես իմ ելույթներում խոսքում նշել եմ, հարգելի գործընկերներ, ապահովագրությունը հասանելիություն է բժշկական ծառայությանը ըստ անհրաժեշտության եւ ըստ ճիշտ ուրեմն տրիաժավորման, կարիքի տրիաժավորման։ Այո, կլինեն ծառայություններ, որոնք գուցե հերթագրման անցնենք, դեռ առաջի ամսի մեր արդյունքները մեզ այսպես լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպիտի որ երկար լինեն։ Հիմա կտեսնենք փետրվար, մարտը, որովհետև հունվարը նաև որոշակի առումով սպეციფիկ է հանգստյան օրերի առումով, ձնառատ է եղել եւ այլն եւ այլն։ Առաջին երամսյա ամփոփելով մենք իհարկե կանխատեսումները մեր շատ ավելի ճշգրիտ կլինեն, բայց այստեղ էլ ես կարծում եմ, որ ընթացքը մեկնարկը եւ մարդկանց վարքագիծը ես նաեւ ուզում եմ ընդգծեմ, որ շատ համահունչ էր մեր քաղաքականությանը եւ քաղաքացիները ըստ էության այո ունեն կուտակված կարիքներ, տարիների, տասնամյակների կուտակված կարիք կա եւ այդ կարիքը բավարարելու առումով այո դիմելիությունը մենք տեսնում ենք, որ իսկապես աճում է։ Բացի դրանից գոհունակության տարածումը նաեւ եւս հանգեցնում է, որ մարդիկ հավատում են, հասկանում են, որ իսկապես այս ծառայությունները հասանելի են եւ առաջիկա ամիսներին էլի կաճի, բայց համակարգը եւ ռիսկերը կառավարելի են։ Մենք ունենք բավական գործիքակազմ ճիշտ այս արձանագրումները անելու եւ միջոցներ ձեռնարկելու եւ կարծում եմ սահուն կերպով շարունակելու ենք։